Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ Գագիկ Սարուխանյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Սարուխանյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Ես շնորհակալ հրավերին։ Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը։ Մինչ այժմ մենք գործել ենք, Հայաստանի Հանրապետությունը գործել է այդ Սահմանադրության շրջանակներում, մայր օրենքը եղել է մեր այսօրվա Սահմանադրությունը, բայց Փաշինյանը կարծես խոսում է նոր Սահմանադրության մասին, ոչ թե փոփոխությունների մասին գործող Սահմանադրության մեջ, այլ ամբողջությամբ նոր Սահմանադրության մասին։ Ինչ եք կարծում, ինչու է այդպիսի որոշում ընդունվել եւ ինչ պետք է փոխի դա մեզ համար։ Շնորհակալություն, շատ կարևոր հարցադրում եք անում։ Հիմա տեսեք, ես կուզեմ անդրադառնալ նախ եւ առաջ Նիկոլ Փաշինյանի ընդհանուր կերպարին եւ նրա ասած խոսքի հավաստիությունը, ինչ կանով հավատանք եւ ինչ կարող է թաքնված լինի դրա տակ։ Հարցը նրանում է, որ երբ ինքը գալիս էր իշխանության, իրան բերում էին, ասենք ասենք, ինքը խոսում էր սահմանադրական փոփոխությունների մասին։ Եվ օգտվելով Սերժի կոստյումից, սահմանադրությունը, այն ժամանակ տենց էր, որ Սերժի կոստյումը հակավ, այսինքն նույն սահմանադրությամբ այսօր ինքը արդեն 8 տարի է իշխում է։ 8 տարի իշխում է Սերժի կոստյումը հակած սահմանադրությունը։ Դե հիմա ասում ես փոխում։ Դե հիմա, ուրեմն ինքը դա մասին ասել է նաև մի քանի տարի առաջ, երբ որ ձևավորեց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, երբ որ այդ հանձնաժողովում նա չընդգրկեց Պարուր Հայրիկյանին, որը սահմանադրություն հասկացողություն առհասարակ Հայաստանում ներդրողն է, այսինքն մարդկանց հասկացեց ինչ բան է սահմանադրություն առհասարակ։ Բազմաթիվ իր նամակներին անտեսեցին, անգամ չպատասխանեցին, որը քրեորեն պատասխանատվության ենթարկելու բան է, երբ որ քաղաքացին դիմում է գրում այս կամ այն ատյանը դատախազությանը, չեն պատասխանում։ Այսինքն ինչով ես հիմա համոզված լինեմ, որ Նիկոլ Փաշինյանի ասած ինչ-որ խոսք ինչ-որ արժեք ունի։ Այդ մեկ։ Երկրորդը, նայած ինքը փոփոխություն ամբողջությամբ ինչի նկատի ունի։ Այսինքն ինչն է փոփոխելու է Հայաստանի սահմանադրությունը ամբողջությամբ եւ Հայաստան բառն է մեջից հանելու, կոչելով Արևմտյան Ադրբեջան։ Այսինքն ինքը ինչի նկատի ունի։ Ինչ եք ծայրահեղացնում։ Ես իրավունք ունեմ ծայրահեղացնելու, որովհետեւ իր ոչ մի խոսքը արժանի, ասենք, հիմք չունի, որ ես բան անեմ։ Որովհետեւ երբ որ Արևմտյան Ադրբեջան խոսույթը անգամ Ադրբեջանի առաջի դեմքի կողմից է խոսվում, ինքը դրա պատասխանը չի տալի, ուղղակի բացարձակ չի տալի, չի բան ասում, այս ինչեր եք խոսում, մենք բարեկամություն, դուք լարում եք իրավիճ, այսինքն ինքը ոչ մի պատասխան չի, ես չգիտեմ ինքը ինչ է պատրաստվում անի։ Ես մի բան գիտեմ, սահմանադրությունը նրա համար է, որ դրանից օգտվեն ժողովուրդը։ Հիմա տեսեք, ես մի անգամ եւս այս սահմանադրության էության մասին արտահայտվել եմ եւ ասեմ հետեւյալը, որ կան բազմաթիվ օրենքներ, բազմաթիվ գործընթացներ, որով պետությունը, իշխանավորը կառավարում է մարդկանց։ Սա կարելի է, սա չի կարելի, սենց անես կդատվես, սենց կանես կտուգանվես, կարելի է էս, չի կարելի էս։ Բայց գրեթե եթե ոչ միակա, ապա ամենակարևորի հիմնական օրենքը, որով ժողովուրդը պետք է սահմանափակի իշխանավորի, բռնատիրոջ կամ հանցավոր իշխանավորին, դա սահմանադրությունն է։ Քաղաքացին սահմանադրությամբ է իշխում, կառավարում իր կողմից նշանակված իր ծառային, լինի վարչապետ, նախագահ, ով ուզում է լինի։ Եվ այս սահմանադրությունը չի տալի այդ հնարավորությունը մարդկանց լիարժեք։ Հիմա տեսեք Սերժ Սարգսյանը, երբ որ փոխեց սահմանադրությունը, բերեց այս տհաս սահմանադրությանը, ուրեմն նա փոխանակ շատացնի քաղաքացու դերն ու նշանակությունը երկրի կառավարման գործում, ինքը ընդհակառակը կրճատեց, այսինքն եթե առաջ մենք ընտրում էինք երկու առանձին անձերի, այսինքն ընտրում ենք նախագահ եւ ընտրում ենք ազգային ժողով, հա,
Այսինքն ինքը մեկ դարձրեց, մի հոգու ընտրում է սուպեր, այսինքն եւ լիազորությունները փոխանցեց մեկ մարդու ձեռք։ Խորհրդարանական դարձավ։ Չէ, խորհրդարանականը կարող է դառնալ։ Դուք համարում եք, որ կիսախորհրդարանական պետք է լինի, նախագահական պետք է լինի։ Դուք ինչ որ բան եք առաջարկում։ Ես այո, իհարկե։ Ես այդ առաջարկը հիմա կանեմ։ Հարցը նրանում է ցանկացած փոփոխություն պետք է լինի ի նպաստ ժողովրդի, ոչ թե ի նպաստ իշխանությանը, որը ավելի հեշտ կառավարի մասսաներին, հա, ավելի հետարքիր, ինչ գործ ունի գլխացավանքների հետ, հենա մի հատ վարչապետ կընտրի ու գնաս մի 5 տարի ոչ մի բան հետ գործ չունի։ Եթե դուք նկատի ունեք, ասենք, խորհրդարանական համակարգ, բայց ոչ մի բանը չի արգելում խորհրդարանական համակարգի հետ միասին նաև ընտրել, ասենք, դատական ատյանը, նաև ընտրել տեղական ինքնակառավարման մարմինների, որ հիմա խոշորացում, դա հեշտացնում է։ Այսինքն բռնատիրական ռեժիմների գրավական է կրճատելը, խոշորացնելը, ամեն յուրաքանչյուր գյուղ ինքը պետք է որոշի իր գյուղապետնով է, ոչ թե 8 հատ, 10 հատ, 20 հատ գյուղ համարը միասնական ինչ-որ, որը բարդակ է սարքում երկիրը։ Եվ այդ առումով ես կուզեի անպայման նշեի, որ դրա սենց կոպիտ ասեմ, չնայած ըստ պարոն Հայրիկյանի դա վերջնական ճիշտ մշակված տարբերակն է բացարձակ ժողովրդավարության իր ծրագիրը, բայց ընդունենք սա պայմանական, որպես բալվան կա, հա, ասենք կա դա, եւ շատ դրույթներ, շատ տարբեր կուսակցություններ ընդունում են, այո, սա սենց է, այոն անենց է, մենք հետ կանչման մեխանիզմներ չունենք, սակայն պետք է կրճատվի, 2 տարով եթե սարքում ես ազգային ժողովը, էլա հետ կանչման խնդիր չկա։ Գիտեք, շատ բաներ կա, եթե մարդը հավաքել է 2-3%, 1%, ինչու պետք է ինքը 40-50 հազար, ասենք, քաղաքացիները անտեսված լինեն եւ ինքը գոնե մեկ ներկայացուցիչ կամ 2 ներկայացուցիչ չունեն ազգային ժողովում։ Լիքը բաներ կան, որ դրանով կարելի է մարդու դերը, նշանակությունը, կառավարման ձևերը դեպի բարելավման տանել։ Եվ ես օգտվեմ առիթից այսօր նաեւ պարոն Հայրիկյանի ծննդյան օրն է, շնորհավորենք նրան եւ ափսոս, որ նման գործիչը ժամանակին չգնահատվեց, եթե առաջին նախագահան ինքը լիներ Հայաստանի, այսօր մենք կունենայինք Հայաստանի լրիվ այլ պատկեր։ Եվ հետո մենք գիտենք, թե կագեբեիստական, ասենք, այդ համակարգը ինչ ձևով աշխատել կարող է կամաց եւ այդ մարդուն, որի գնահատականը ոչ թե միայն հայ ժողովուրդը, այլ աշխարհի ճանաչված դեմքերն են տվել իր կատարած աշխատանքը եւ էությունը, բայց ցավոք սրտի նորից նա չգնահատվեց եւ սա անձամբ պարոն Հայրիկյանի ողբերգությունը չի, ես կասեմ, սա հայ ժողովրդի ողբերգությունն է եւ դրա արդյունքով որ մենք եկանք հասանք այսօր բռնատիրական այս ռեժիմին, դրա պատճառով էր որ այսօր իշխում է Հայաստանում KGB-ն եւ այլն։ Փորձենք ամփոփել այս թեման, բարձրորեն մենք կրկին կանգնացենք սահմանադրության փոփոխության, այն էլ ոչ փոփոխության նոր սահմանադրություն ընտրելու առջև, երբ մենք գիտենք, որ նույն Միացյալ Նահանգները, իհարկե մենք չենք ուզում համեմատվել որևէ երկրի հետ, պարզապես այդպիսի նախադեպի մասին եմ ուզում նշել, 250 տարին է նշելու շուտով, նրանք հիմնադիր հայրեր այսպիսի հասկացողություն ունեն, որոնք եւ գրել են իրենց սահմանադրությունը, որով այսքան ժամանակ Միացյալ Նահանգները կարողանում է կառավարել իր եւ կազմակերպել իր երկրի աշխատանքը։ Միայն ցանկություն կարող ենք հայտնել, որ Հայաստանում գոնե այս անգամ հիմնադիր հայրեր հավաքվեն եւ կարողանան այնպիսի սահմանադրություն գրել, որը ծառայի ոչ միայն չգիտեմ չծառայի, բայց ծառայի ժողովրդին եւ երկրին։ Չգիտեմ, հարցս հետեւյալը վերջին կարող է լինել։ Հույս ունեք, որ մենք կկարողանանք ունենալ հիմնադիր հայրեր եւ գրել, եթե նոր սահմանադրություն են գրում, լավ ասում, մենք այն ինչ եղել է, ինչ որ սխալներ կային մեջը։ Վստահություն ունեք, որ նոր սահմանադրությունը լինելու է ժողովրդի եւ երկրի բարօրության, բարեկեցությանը նպաստող մայր օրենք, մայրը իսկապես։ Հա, ես ասեմ ձեզ, նախ Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբերությունը Հայաստանի հետ
սահմանադրությունների կամ այդ պետությունների առաջնորդ հայրերի մասին։ Հարցը նրանում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անկախություն էր ձեռք բերում։ Ինքը կռվող պատերազմով անջատվեց իր բռնատիրական ռեժիմից, Անգլիայից, եւ ստեղծեց իր պետությունը։ Ինքը չստեղծեց այդ պետությունը, որ ծառայի մեկ այլ տիրոջ։ Ինքը ստեղծեց ազատ եւ անկախ ապրելու։ Եվ այդ առաջնորդները առաջնորդվում էին հենց անկախության տենչով եւ դրա համար իրանց սահմանադրությունը հենց անկախական է յուրաքանչյուր տող գուցե 250 տարվա մեջ որոշ բաներ կյանքը փոխվում է եւ որոշ դրույթներ փոփոխության են ենթարկվում իրանք ունեն պապրավկեք, հա, ասես մի քանի պապրավկեկով ուղումներ, այո, իրանք ունեն ուղումներ, որը շատ հիմնարար ձևով քննարկում են, ամփոփում են եւ որոշակի ուղումներ են մտցնում, բայց հիմքը մնում է նույնը՝ ծառայել Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Ամերիկայի ժողովրդին։ Սա է իրենց հիմնական դրույթը։ Եվ դրա համար ընդե ի սկզբանե ձևավորվել է այդ հայրեր հասկացողությունը, որը պահպանվում է մինչև օրս։ Եվ ես օգտվելով առիթից պարտադիր պետք է շնորհավորեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին իր 250-ամյակի կապակցությամբ։ Մեր կազմակերպությունը գրավոր շնորհավորանքը հղել է Սպիտակ տուն, Հայաստանի դեսպանատուն, այն համացանցում կա, ցանկացողները կարող են բանանել։ Եվ ասեմ ձեզ, որ այդ տողերում մենք ընդգծել ենք Թրամփի արտահայտությունը Make Armenian Great Again, այսինքն դարձնենք կրկին Հայաստանը մեծ։ Սրա տեսեք, ես ընդգրկում եմ այսօր Թրամփի այդ արտահայտությունը, բայց ուզում եմ նշեմ նաև այն, որ մեր կազմակերպությունը տարիներ առաջ, երբ որ այդ նույն արտահայտությունը անում էր եւ մեծ տարերով մեր կայքի գլխավոր էջում էր, որ դարձնենք Հայաստանը կրկին մեծ, փաստորեն մեր էջից վերցրած ուղիղ առանց որևէ միստորակետի փոփոխության այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահան կրկնում է նույնը։ Սա մեր համար մենք համոզված ենք, որ դա հենց մեզանից է վերցված, այսինքն ոչ թե իրանք դրա մասին չէին հասկանում, այլ հաճախակի մեր նամակագրական կապերը, հաճախակի կոնսուլտացիաները Հայաստանի ազատագրման ուղղությամբ, մեր տենչը, մեր սպասելիքները Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստանի նկատմամբ գուցե նաև ուշադրություն է գրավել հենց այդ բառերը, որ այսօր Թրամփ այդ նույն բառերով բանանում։ Բայց դա ՄԱԳԱ-ի Հայաստանի փոխարեն Ամերիկայի մատնանշելով դա այդ կարգախոսն է։ Հասկացանք, բայց մինչև ՄԱԳԱ-ի արտահայտությունը դա եղել է մեր արտահայտությունը։ Հայաստանի հետ։ Դե ես դրա համար ասում, գուցե եւ նաև բանը, բայց գիտեք ի՞նչն է հետաքրքիրը։ Խնդիրը նրանում է, երբ որ այսօրվա այսպես կոչված արևմտամետ Նիկոլը երբ որ թարգմանում է այդ բառերը, այսինքն ամերիկացիները շատ լավ գիտեն ինչ բան է մեծը, գրենթը։ Նիկոլ Փաշինյանը տեքստը հայերենով թարգմանելով ասում է Թրամփը ուղերձ է ուղարկել եւ ասել է դարձնենք Հայաստանը ուժեղ։ Կրկին ուժեղ։ Հիմա տեսեք, այսինքն նա չի ուզում այդ մեծ բառը, որովհետև դա հակասում է իր բռնած դիրքին, դա հակասում է Կրեմլի կողմից թելադրված դիրքին, որ Նիկոլը պետք է այդ Հայաստանի Լենին Աթաթյուրք գծած այդ քարտեզը, որը կա Հայաստանում այսօր գործում է, այո, մեր լիազորությունները այս պահին այդ գծված սահմաններում է Լենին Աթաթյուրք փոխանակ նա բարձրացնի հարցը, որ հայ ժողովրդի նկատմամբ մեծագույն անարդարություն է տեղի ունեցել եւ բռնատիրական երկու ռեժիմներ մեզ այս օրին են գցել, ինքը դա ворթեգրում է, ինքը ինքնուրույն չի անում դա։ Սա եւս մեկ ապացույց է, որ Նիկոլ Փաշինյանը կրեմլյան գործակալ է։ Եվ գիտեք ինչ կա, փոխանակ մեծագույն շնորհակալություն հայտնի է։ Հիմա տեսեք, անդրադառնանք նաև Իսրայելի այս ցեղասպանության։ Այս թեմային կանդրադառնանք որովհետև շատ շղթայակապված է։ Գովազդից հետո կանդրադառնանք Իսրայելի թեմային եւ որովհետև դրանք շղթա են։
Զուգահեռ շղթաներ են։ Բարի։ Մեկը մյուսի հետ կապված։ Բարի, գովազդ ենք հայտարարում եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, շարունակելու ենք զրույցը պարոն Գագիկ Սարուխանյանի հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ Գագիկ Սարուխանյանի հետ։ Եվ այսպես, պարոն Սարուխանյան, անցում դուք ինքներդ առաջարկեցիք, տրամաբանորեն եկանք Իսրայելի հարցերին։ Իսրայելը կառավարությունը անցյալ կիրակի ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը եւ հարցը փոխանցվում է Քնեսեթ։ Կճանաչի Քնեսեթը թե չէ, մենք չգիտենք, բայց շատերը ասում են, եթե կառավարությունը ճանաչել է, փաստացի համարենք, որ Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ինչով էր դա հետաքրքիր, ինչու դա ավելի քան որևիցե այլ երկրի դեպքում այդքան շատ հարցեր եւ խոսակցություններ առաջացրեց։ Բազմաթիվ երկրներ, Իսրայելը 33-րդ երկիրն է, ճիշտ է։ 32 երկիր, Ռուսաստանը հանեք մեջից։ Դե հիմա դուք այդ մասին կխոսեք։ Իմ հարցս հետևյալն էր, ինչու Իսրայելի դեպքում այդքան մեծ աղմուկ է բարձրացել, ինձ երեք շտկեցին ասին Հայաստանում, բայց ոչ, շատ երկրների վերլուծաբաններ այս հարցն են քննարկում։ Եվ այսպես Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Հարցը նրանում է, որ շատ մարդիկ կան, հատկապես ռուսական օրիենտացիա ունեցող մարդկանց, քաղաքական վերլուծաբաններից կամ ռուսաստրուկ հենց ուղիղ ասենք, ովքեր շատ խորապես հասկանում են սրա իմաստը
եւ ուզում են ստվեր գցեն այդ մեծագույն իրադարձությանը, որ հաստատ իրանց ինչ-որ մի բան պետք է մեր հաշվին եւ այդ նույն խոսույթը մի քիչ ավելի մեղ կամ քաղաքակիրթ ձևով կրկնում է Նիկոլ Փաշինյանը, որ պետք չի մեր ցեղասպանությունը զենք դարձնել։ Լսեք, դուք ոչ ազգային շահերից դրդված մտածելակերպ ունեք, ոչ պետական, այսինքն ձեր բոլոր քայլերը, ես խոսքս ուղղում եմ կառավարությանը եւ Նիկոլ Փաշինյանին, ուղղված է ռուսական կայսրությանը հարմար լինի թե չլինի շրջանակներում։ Իհարկե սա հարմար է մեզ։ Իհարկե սա այն դրույթն է, ես կուզեմ օրինակ այս նույն բանը նաեւ ճանաչի տեսականորեն եմ ասում։ Իրանը, Ադրբեջանը, ինչ մենք պետք է ասենք, Ադրբեջան պետք չի քո ճանաչելը։ Հաստատ քեզ մի բան պետք է, քեզ բան։ Բա մեր ուզածն է, որ վերջում նաև Թուրքիան ճանաչի։ Արդեն իրանց հարցադրումները, խոսույթը անպիսին են, որ ի սկզբանե ոնց որ թե Իսրայելին ճանաչել են թշնամի երկիր, որը իրականում Եթե փաստացի վերցնում ես, վերջի գոնե Հայաստանի առաջին, այսպես կոչված առաջին հանրապետը 1918 թվականից մինչև որ կոնկրետ Իսրայելը ոչ մի բան չի արել Հայաստանին։ Եվ նախ Իսրայել չկար, որ աներ։ Այս մարդիկ նույնականացնում են առանձին վերցրած հրյա անհատներին, որ ասենք եղել են թուրքական կառավարությունում կամ այսին որտեղ, որից այլ հրյաներն են արել։ Այ քեզ բան։ Այսինքն այսօր մենք կարանք լիարժեք ասենք, որ հայերն են սանձահարել պատերազմը, Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ, որովհետև այնտեղ Լավրովը հայ է, Միշուստինը կեսով չափ հայ է, Մարգարիտա Սիմոնյանը հայ է, այսինքն հայերն է սանձահարել։ Արի ինչ, այսինքն KGB-ն էլ ուրիշ ձև հնար չունի, որ մեզի միշտ թշնամության մեջ պայի քաղաքակրթորեն Սենց ասենք, մեր ազգային կարելի ասել, որ նրանք մեր դաշնակիցներն են հրյաները։ Իրանք են տեսել ցեղասպանություն եւ մենք ենք տեսել այնպիսի ցեղասպանություն, որ մենք պետք է շուտվանից իրանց հետ լեզու գտնեինք, ինչ որ ձև դաշնակցություն ունենայինք իրանց հետ, բայց ոչ։ Ռուսական գործակալական ցանցը ամեն ինչ անում էր, որ միշտ Իսրայելին մեզ ներկայացներ որպես թշնամի։ Եվ փառք Աստծո, այո, կան նաեւ Տեսեք, Իսրայելի ղեկավարությունը միշտ ասում են, մենք միշտ էլ գիտեինք, որ հայոց ցեղասպանություն եղել է, բայց միշտ ձգձգում էինք եւ միշտ ասում ենք, լավ, դեռ ժամանակը չէ, դեռ ժամանակը չէ, դեռ ժամանակը չէ։ Ինչ որ իրանց ներքին հարցը, այո, աշխարհում տիրում է նաեւ այդ հանգամանքը, որ այո, այս պահին հարմար չէ, այս պահին հարմար չէ։ Վրաստանի կառավարությունն էլ այս պահին իրանց հարմար չէ հայոց ցեղասպանությունը ընդունել։ Կան, այդպես բաներ կան։ Այո, մենք կուզենք, որ աշխարհի 100% պետությունները ընդունեն այդ ցեղասպանությունը։ Բայց հիմա այդ մարդիկ արդեն գտել են որ ժամանակն է։ Եվ մենք ասում ենք, չէ, մեզի պետք չի, ձեր շահերից եք դատված։ Իսկ ինչ մտածելակերպ է։ Այսինքն դա նշանակում է, որ մեր կառավարությունը պետական մտածելակերպ չունի, որ պետք է առաջնորդվես տվյալ պահին ընդհանուր շահերի դրդված։ Եթե այսօր մեր շահերը համընկնում են Իսրայելի շահերը, ինչու՞ չէ, ինչու՞ դա։ Կարելի է հասկանալ, երբ որ դուք ասում եք այս պահին մեզ հարմար չէ, այն պահին հարմար չէ, կետը նա է, որ այս պահին հարմար է, դրա համար շահարկվում է դա, որ եթե այս պահին հարմար է, ուրեմն դուք ինչ-ինչ քաղաքական նպատակներով եք դա անում, եւ երկրորդը Նիկոլ Փաշինյանի պատասխանից էլ բխում է, որ Հայաստանին այս պահին հարմար չէ, որպեսզի ինչ որ մեկը հարցնում եմ, ստացվում է արդյոք, որ Հայաստանի պատասխանից բխում է, որ Հայաստանին այս պահին հարմար չէ, որ Իսրայելը ճանաչի կամ որևիցե այլ երկիր ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Դուք այսօր կրկնեցիք Իսրայելի ասույթը այլակերպությամբ։ Այսինքն Իսրայելը այս ասելով լուստրացիա արեց Նիկոլ Փաշինյանին, ոտից գլուխ։ Եվ դուք կրկնեցիք դա։ Այո, Նիկոլ Փաշինյանին հարմար չէ, որովհետև ինքը ուղղի է վերցրել ուրանալ ցեղասպանությունը, ինքը ուղղի է վերցնել, որ սահմանադրությունը փոփոխի, չգիտեմ, մենք այդ նախորդ հարցի ժամանակ արևմտյան Ադրբեջան կոչի Հայաստանը, հես Իսրայելը վեկալում իմ դեմքը պատրում է։
Այո, շատ ճիշտ արտահայտվեցիք։ Նիկոլ Փաշինյանին հարմար չի, ոչ թե հայ ժողովրդին։ Այսինքն եթե վաղը պատերազմ սանձահարվի, եւ Սևերի պայմանագիրը ի հայտ բերվի, եւ ինչ-որ մի խումբ մարդիկ հայեր, ասենք ինչ-որ գտնվեն, օրինակ ասենք հենց մեր կազմակերպությունը, եւ առաջ քաշի Սևերի պայմանագրի հարցը, Թուրքիան փլուզվելուց հետո ստեղծվի մեծ Հայաստան, ինչպես որ Թրամփն է ասել, որ պետք է անենք։ Նիկոլ Փաշինյանը շարունակի ասել, չէ, այս պայն մեզի հարմար չի, մեզի ընդամենը ուժեղ Հայաստան է պետք։ Դուք ինքներդ վերլուծեցիք եւ եկաք նրան, որ Իսրայելը կատարել է լուստրացիա։ Այսօր այդ վայնասունը բարձրացրել են բոլոր ռուսամետները։ Ես դրա համար կրկնեցի, որ Նիկոլ Փաշինյանը գուցե եւ նաեւ շատ մեղմ հետ քաշվեց այդ դրույթից։ Դուք երբ որ ես ներկայացրեցի, քանի որ այդպես է ներկայացվում, որ 33-րդ երկիրն է Իսրայելը, դուք ասացիք Ռուսաստանը մեջից հանի այդ թվի։ Ինչու Ռուսաստանը հանել։ Գոսդումայի հարց կա, ճիշտ է։ Այո, այնտեղ Սովետ Ֆեդերացիա կա։ Ասենք ֆեդերացիայի խորհուրդը ընդամենը ընդունել է այդ քվեարկել է եւ դա չի վավերացվել կառավարության Ռուսաստանի պետական կառուցվածքը լրիվ այլ է։ Դա կարող է այնտեղ անել ցանկացած հասարակական կազմակերպություն ընդունի, բայց պետականորեն դա չի նշանակում, որ Ռուսաստանը ընդունել է։ Ինքը տեսեք նորից կրկնակի ստանդարտներ, դվայնի ստանդարտներ։ Մի կողմից ասում են հայեր ջան հեն ընդունել ենք, բայց մյուս կողմից դա օրենքի ուժ չունի։ Դա ասենք ուկազ չի, դա это не указ президента, հա, նախագահի հրամանագիր չի դա, որ այսուհետ դա նշվում է որպես սենսոր։ Կամ ճանաչվում է։ Այո, դա ուղղակի Սովետ ի տարբերություն Իսրայելի, որտեղ Իսրայելի պետական կառուցվածքը լրիվ այլ է։ Այնտեղ քնեսետ առանձին է, կառավարությունն առանձին է, այնտեղ սերտ աճած մի հատ ընդհանուր մարմին չի դա։ Եվ համաձայն եք արդյոք, որ եթե կառավարությունը ճանաչել է քնեսետի ճանաչումը պարտադիր չէ։ Չէ, քնեսետը կճանաչի թե չի ճանաչի, արդեն համարվում է, այո, որովհետև այնտեղ իրանց սահմանադրությունը այնպիսին է, որ կառավարության ճանաչումը դա արդեն ճանաչում է, պետությունը ճանաչել է։ Եվ քնեսետի, բայց ասեմ ձեզ, ունենք հավաստի, ասենք տվյալներ, որ քնեսետը տրամադրված է ճանաչելու։ Սա մենք կտեսնենք, հետ գանք Ռուսաստանին, ինձ այդ պահը հետաքրքրեց, կարծում եմ մեր սարանին եւս։ Դուք ասում եք, որ Ռուսաստանից են հիմնական դժգոհ ձայներ լսվում։ Ինչու Ռուսաստանին ձեռնտու չէ, որպեսզի Ռուսաստանը առհասարակ ճանաչվի հայոց ցեղասպանությունը։ Շատ իրան ցույց չի տալի։ Ռուսաստանը բավական քանակի հայ ազգի յանով ավարտվող գործակալներ ունի, որ այդ վայնասունը բարձրացնեն, ասում են հայերն են բարձրացնում, իրանք են ասում, մենք կապ չունենք։ Այսինքն անետ չէ որ Ռուսաստանը ինքը իր վրա։ Բայց ինչ ձայն կարող է բարձրանալ դրան դեմ, ուզում եմ հասկանալ։ Դեմ ձայն շահերից բխած են անում, հալբատ մի բան ունեն, սրանից մի քայլ, էսի մեզի ներքաշման նոր պատերազմի մեջ, մեզի բա պետք է այդ ջհուդները, որ մեզի Այսինքն Իսրայելի ճանաչման մեջ վտանգ են ուզում ցույց տալ, որ Հայաստանին վտանգ։ Ամենակ իրանք շահերը հանկարծ չմտածեք, որ հայերի օգտին ինչ-որ մի բան արվում։ Բարի շնորհակալություն Փաշինյանը։ Այսինքն պատկերացնում եք, եթե ես մեքենայով գնում եմ ինչ-որ միտեղ, ճանապարհին վերցնում եմ ձեզ, ասում եմ, ես կես կողմ եմ գնում եկեք։ Դու ասես չէ, պետք չի, դու քո օգտի հիմար ես ընդգրում, կա իմ համար ես գնում։ Այ քեզ բան։ Մարդը անում է դա։ Հիմա դու իրանց հետ ես թե չէ։ Հիմա Հունաստանը, Կիպրոսը եւ Իսրայելը երբ որ դաշինք են կազմել Թուրքիայի դեմ, դա ում օգտին է։ Եթե դու տեջ շահեր ունես, դուն էլ միացի։ Եթե չունես, հիմնավորի ինչն է քո շահերին։ Սա ճիշտ ասած քաղաքական ինտրիգ կա այստեղ այն ինչ դուք ասում եք։ Հայաստանին առաջարկվելու է, կարծում եք, միանալ այդ դաշինքին եւ եթե առաջարկվի, ապա Հայաստանը միանալու է թե ոչ։ Այս ցեղասպանության ճանաչումը հենց այդ առաջարկն է։ Այլակերպ ասած, հենց այդ առաջարկն է։ Այսինքն եթե Կիպրոս, Հունաստան, Իսրայել ինչու չեն նաև հետագայում նաև իրանց պետական կառույց չեն, քրդերը միանան եւ ինչ որ չափով ազատագրեն հայկական նաև հողերը, այն ժամանակ քո
թղթե շերեփով ուր ես էթալու, ասել ես էսի իմնա, կասեն, ընկեր, վերընկի տեղդ գնա, մտի ռուսի սապոգի տակ, դու գործ չունես, մենք ենք ազատագրի, սա մերն է։ Այսինքն, անգամ գոնե շնորհակալության մի շուտ մի խոսք կամ հույսի մի բառ, որ այո, դա մեր ցավն է, մենք շնորհակալ ենք, որ դուք վերջապես հասկացաք, որ դուք եք այդ ցավը տարել, այո, մեր ժողովուրդը ինչ որ ժողովուրդների անունից, ոչ թե պետության, եթե դու ինչ որ զենք պետք չի դարձնել, ոնց պետք չի, եթե միակ ու առաջի ու ամենահզոր զենքն է Թուրքիայի դեմ, ոնց է պետք չի դարձնել։ Եթե դու որպես Հայաստանի Հանրապետության այդ որ դոշիտ խփել ես, ման ես գալի 2.5-3 միլիոն ժողովրդի անունից ես խոսում եւ ժամանակին Արցախը հանձնեցիր մենակ նրա համար, որ Արցախի ժողովուրդը քեզ չէին ընտրել եւ ինքը իրավունք չուներ Արցախի ժողովրդի անունից բան խոսել։ Բայց եթե Արցախի ժողովուրդը քեզ չէին ընտրել, դու ո՞նց գնացիր նստար 911-ը ստորագրեցիր, դու ինչ գործ ունեիր։ Դու ինչ գործ ունեիր գնայր, ընդ Կրեմլից շպրտեին քեզ ինչ կանեն, կասեիր ըգր ջան, ախպեր ջան, ինձ խեք կանչես թե։ Դուք ինձ հրաման եք տվել հանգարց Հայաստանից հակաօդային պաշտպանությունը չաշխատացնես։ Դավիթ Տոնոյանը ասեց մեզ հրամաններ եկե Մոսկվային հանգարց F-16-ներին չխփեք։ Ադրբեջանական բաներին չխփեք։ Այսինքն դու հրաման ես կատարել որպես Հայաստանի Հանրապետության Ռուսաստանի կցորդ տերիտորիայի ադմինիստրացիա։ Ինչ գործ ունես Արցախի ժողովրդի կողմից բաներ ես ստորագրում։ Ասեք ախպեր ջան, մեզնից հեռու հենա կառավարություն ունեն, գնացեք իրանց այդ լեզու գտեք, չեք գտնում միջազգային ատյաններին դիմեք, իմ հետ ինչ կոր, ես էլ ձեր նման մի երկիր եմ։ Նշանակված կառավարիչ, հա, ուզում եմ։ Ծերի բարեկամներ հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Գագիկ Սարոխանյանի հետ եւ այսպես պարոն Սարոխանյան Փաշինյանը Թեհրանում էր։ Շատ լավ։ Հիմա գիտեք ինչ կա, ես ճիշտն ասած Շանստեի ղեկավարը դուք եք թելադրում հարցադրումները, մենք պարտավոր ենք հետևել ձեր կանոններին եւ պատասխանել հարցերին, բայց ես իմ մեջ ծրագրավորել էի միացած բան, որ Փաշինյանի այս վերջի մեկ ամսվա իրադարձությունների պահվածքը եւ քայլերը, որով ապացուցում է, որ ինքը ուղղն ու ծուծով ռուսական գործակալ է, Կրեմլի կատարածում։ Տեսեք, մենք խոսեցինք Իսրայելի բաներից, ես ընդեղ մի քանի բանել կա, բայց քանի որ հարցը հիմա սրանն է, սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ իրան հրանգավորել են, որ ինքը նորից բռնատիրական ռեժիմների ակումբի մեջ է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների 250-ամյակը թողած, որ ամբողջ մոլորակը, քաղաքակիրթ ամբողջ աշխարհը ընդեղ է, որ շնորհավոր ինքը գնում է Ամերիկայի թշնամու թաղման։ Դուք պատկերացնեք սովետի ժամանակ, օրինակ ասենք Միկոյանը, Անաստաս Միկոյանը գնար Գեբելսի, ասենք, թաղմանը, անտեսելով ինչ-որ Խրուշչովի ինչ-որ Կարծում եք չգնալ էր պետք։ Հա, գոնե եթե իսկապես դու իրոք չէիր կարող չգնալ, դու պետք է ընդամենը հենա մի հատ վերընկած բան ունեք, նախագահից նշանակ եմ, նախագահին ասեիր էլ գնա։ Նախագահ գնար Թեհրան, դու դել գնայիր Միացյալ Նահանգներ, իսկ եթե հրավեր չէիր ստացել Միացյալ Նահանգներից, կարծում եք հրավեր է ստացվել եւ չի գնացել Հայաստանը։ Լսեք, ուրեմն դուք ուզում եք ասեք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբ որ այսօր կենաց մահու կռիվ են տալի Հայաստանը ճիրաններից պոկելու բռնատիրական ռեժիմների, Վենսն է գալի, DJ Վենսը, բանն է գալի, պետքարտուղարն է գալի, в общем, ով ասես, Ուրսուլային նորից ուղարկեց, ասես գնա տիրությունը։ Հանկարծ էսի շատ է շշկռե, իրա բալանսներով, բալանս անում, գնա, դուք ուզում եք ասել չեն հրավիրել, այդ մեկ, երկրորդը Ես չգիտեմ ճիշտ ասած, կարող է դեռ երկրորդը պետական մակարդակներում նման բանը չեն հրավիրում, ես ձեզ ասեմ։ Ընդամենը հայտարարություն են, որ տոնում են եւ յուրաքանչյուր պետության ղեկավար
դեսպանատան միջոցով հարցադրում է անում եւ հաստատ եմ ասում, եթե հարցադրումը արվեր, իրան հաստատ կհրավիրեին։ Եթե դուք տեղյակ եք եւ պնդում եք, որ չեն հրավիրել։ Այսինքն այսքան կռիվ է տալի։ Եվրոմիության ասում է, սրանց պամիդորների հիմար 40 միլիոն եվրո տվեք արա, թող ժողովուրդը բանել։ Այսինքն այսքան գումարները ծախսում, Ուրսուլան գալիս ասում է, մինչեւ 2 միլիարդ դոլարի նորից օգնություն բան կանենք, դատաչաներ կտանք, էս կանենք, այն կանենք, որ չհրավիրեն, կոչ եմ անում հետեւյալին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է կարողանան իր մեջ ուժ գտնեն, ինչքան բռնատիրական ռեժիմներ կա սաղին տեղը նստեցնել։ Բայց իրենք որ այաթոլլահին խփեց իր բունկերը մեջ սպանել։ Բռնատիրական ռեժիմների հետ նրանք լավ հարաբերություններ ունեն։ Հյուսիսային Կորեայի հետ Թրամփը լավ հարաբերություններ ունի։ Դրանք լավ չեն։ Պուտինի հետ լավ հարաբերություններ կարող։ Պուտինը լավ հարաբերություն չունեն։ Բռնատիրական են հավարում։ Ուրեմն տեսեք, հարգելի Գայանե ջան, ուրեմն դիվանագիտական ժպտերեսությունը մի բան է, ինքը մի քանի անգամ կրկնեց, չէ, որ Վլադիմիր Վլադիմիրիչը այսպես տղա է, բուտ մատնել տնկեց, Զելենսկուն էլ ասում էր, ես ինչ ես հակ է եկել էստե այդ տղա, չէ, բայց այսօր ինքը ինչ է ասում, ասում է ես տվել եմ Զելենսկուն ամեն հնարավորությունը, խփի ինչքան ուզում ես, ոնց ուզում ես խփի։ Ինչից հետո, որովհետև ինքը կամաց, այլ ձեր ասած այդ լավ հարաբերությունը ցույց տվեց, որ աղբեր ջան, ինչ ես ուզածդ ինչ արի, давайте жить дружно, արի համերաշ ապրենք, չհասկացավ, արի դեսենց բանակցությունների գանք, չհասկացավ, վերջում էլ ասեց, արա դու ով ես вообще։ Ով ես դու вообще։ Թրամփը, այո, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ով ես դու, այո։ Ու ոչ թե միայն ստե Պուտինին, նաև Իրանին։ Իրանը թիվ 1 թշնամիներից մեկն է Ամերիկայի համար։ Ինքն է տվել ստատկացրել այդ այաթոլլային։ Բայց համարում որ Իրանը Ամերիկայի թշնամին է։ Ով է դա։ Այսինքն այսօր հավաքվել են դա ինչի համար։ Ներողություն, Միացյալ Նահանգներում որ ատյանում է հայտարարվել, որ Իրանն Ուրեմն այդպես բան հայտարարվում է։ Իհարկե, իրենք օրինակ իրենց ռազմավարական դոկտրին ունեն, թե ինչ փաստաթուղթ ունեն, այնտեղ Չինաստանն է նշված։ Այսինքն հենց իր խելքից դուրս հարձակվել է։ Իրանը, որքան գիտեմ, Իսրայելի հետ է։ Ուղղակի ինքը, չէ, այնտեղ լրիվ առանձին էին ասում։ Իսրայել առանձին է հարձակվում, Ամերիկան ուղղակի համատեղել են իրանց ճիկերը։ Նա ատոմային ռումբ էր ստեղծում եւ իրանց սենց ասենք թեպետ եւ սենց ասենք անունը դրել են պատրվակը, չէ՞։ Եթե ատոմային ռումբի ստեղծումը Կոնգրեսում որևիցե որոշում կա կամ հայտարարություն կա, որը ուրեմն կարող է կոնգրեսը հայտարարություն չանի, բայց ադմինիստրացիայի ղեկավարը Թրամփն է եւ ասում է գիտեք ինչ կա։ 3 օր էլ հապաղենք ատոմային ռումբ են ունենալու, օրինակ 3 ամիս սպաս որ կոնգրեսը որոշում տա, որ արդեն ուշը լի, որ 2 ամիս 27 օր արդեն Իրանը զենք ունի, չէ, ինքը իրավունք ունի, այսինքն այդ գործողությունը կատարելու։ Հիմա ես ձեզ ասում եմ հետևյալը, եթե մարդիկ կան, որ ասում են ատոմային ռումբը դա պատրվակ էր, ընդունենք, որ այո պատրվակ էր, բայց կա չէ հիմնարար խնդիր, հարց, ինչի համար ինքը հարձակվում է։ Եթե պատրվակ էր, ո՞րն է այդ հիմնարար խնդիրը։ Հիմնարար խնդիրը բռնատիրական ռեժիմների ոչնչացումը մոլորակում։ Բայց հայտարարվել է, որ Պետք չի իրան, այո, մեկին կհայտարարվի, որ արի աղբերություն արա, ռուսական կողմ, դու լավ տղա ես, ես խելքի արի, խելքի չի գալի պիտի վերանա։ Բայց ռեժիմի փոփոխություն դու զենք մի ստեղծի Իրանում ռեժիմի փոփոխություն եք տեսել, որ հիմա խավանը զինադադար է, այո։ Զինադադարը ռեժիմի փոփոխություն է տեղի ունեցել։ Դուք համաձայն եք, որ ռեժիմի փոփոխություն։ Լսի, այնտեղ Իրանում, եթե ռեժիմի փոփոխություն տեղի ունենա, ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգների զորքերը անմիջապես հետ կքաշվեն։ Եվ մենք տեսանք, որ Իրանում ինչ կատարվեց։ Միլիոնավոր մարդիկ դուրս եկան իրանց դրոշներով, որի սպիտակ մասում կենտրոնում, այսինքն նկարված էր ոչ թե արաբական, չգիտես ինչ կլոր, եսիմ ինչ էր դա, ասենք իրանց մոլայական, չգիտեմ ինչ նշանա, դրա փոխարեն արևն էր եւ արյուծը թուրը ձերքին։ Դա զրադաշտական։ Այսինքն երբ որ անունը դնում են Իրանի իսլամական պետություն, չէ՞, դա չի համապատասխանում բուն
Բայց դուք ուրիշ բան եք պատասխանում։ Չէ, դուք ասում եք փոփոխություններ ելա, թե չէ։ Ես ասում ժողովուրդ, ահա, ուրեմն դուք ասում եք պատերազմի հիմքում ընկած էր փոփոխության անհրաժեշտությունը, ոչ թե այո, այսօր չի եղել։ Ուրեմն նշանակում այդ զինադատարը ժամանակավոր բնույթ ա կրում։ Ժամանակավոր։ Ուրեմն Ամերիկան ունի մի քանի հանգամանք այդ զինադատարը ժամանակավոր համարելու։ Այսինքն ինքը անում է, ինքը ասել է, որ Նորնակ այդ զինադատարի մեջ եւ նաեւ պայմանագիր առաջարկե, որ սառեցված միջոցները ձեր գումարները մոտ 300 միլիարդ դոլարի գումարները կվերադարձնի, բայց դա սա բլեֆ է։ Կյանքում Իրանը, իսլամական Իրանը, մոլլաները, ում առաջնորդին նա սատկացրել է, իրանց ձեռը չի տալու գումար։ Նա ընդամենը այս 40 քանի տարի է, որ այդ գումարները սառեցված են, ընդամենը Ամերիկան օգտագործելու է իր գյուղատնտեսությունը զարգացնել եւ այդտեղից կարտոֆիլ եւ բազուկ ուղարկի կամ բրինձ ուղարկի Իրանին կամ ալուր ուղարկի, այսինքն միևնույն Ամերիկան է օգտագործելու։ Լավ, այսինքն դուք ուզում եք ասեք Թրամփի խոստումները բլեֆ են։ Բլեֆ չի։ Իրան զինադատարը պետք, Իրանն է պետք։ Իրան պետք է ֆուտբոլի առաջնությունը անցկացնի խաղաղ պայմաններ։ Խոսում ասեցիք բլեֆ է։ Չի տալու, հիմա բլեֆ կա անվանեք անունը, ինչ կամարեք, Իրան Ամերիկային այսօր պետք է զինադատար, Ամերիկային է։ Այդ դեպքում, եթե Ամերիկան եւ Թրամփը կարողանում է բլեֆ անել, Թրիփը եւս կարող է բլեֆ լինել։ Թրիփը այնքանով բլեֆ չի, ես ձեզ ասեմ, որովհետև հարցը չի վերաբերվում իր թշնամի երկրին, այսինքն Հայաստանին։ Իրանք մեզ որպես թշնամի չեն ընկալում, անկախ նրանից, որ իրանք պարզ գիտակցում են, որ այսօր Հայաստանի ղեկավարը ռուսամետ, ռուսաստրուկ ինչ-որ մեկն է։ Ականջից բռնած տանում են իրանց ուզած ճանապարհը։ Հայաստանը Իրան չի։ Պատկերացիք, այսինքն եթե ինչն է բլեֆ, եթե Արամազդի նեղուցը որ կա, եթե Ամերիկան լիարժեք տիրապետի այդ նեղուցին, Օրմուզ են ասում հիմա դրանք բոլոր սա ամբողջ աշխարհը, էլ ինչն է դրա բլեֆը, որ դա Իրան պետք չի։ Պետք է, քի պետք չի։ Ես ասում եմ Օրմուզի նեղուցից ավելի հզոր ու մեծ նշանակություն ունի նաև մեր Սյունիքի միջանցքը, Թրամփի միջանցքը։ Եվ դրա ինչն է բլեֆ, որ մեր նկատմամբ բլեֆ ան, ոչ, տիրապետել է։ Ինքը չի թողել դա ռուսներին, ինքը չի թողել դա չինացիներին, խլել է ձեռներից, պարզ ասեմ։ Եվ Ամերիկան դրա մասին, ասենք ասենք, կարող է մտքի խորքում ունեին ինչ-որ այդ բան, բայց այդ հարցը ի հայտ է բերել, вообще քաղաքական դաշտ է բերել Պուտինը։ Եվ հենց այդ միջանցքի համար էր նա պայմանագիր կնքել Էրդողանի ու Ադրբեջանի հետ, որ Արցախը կտամ ձեզ, այդ միջանցքն կստեղծեմ, մենակ թե Facebook-ն հսկի, ասել է, հա, աղբեջան, թող Facebook-ն հսկի։ Եվ Թրամփը եկե խլել է ձեռներից։ Որում ես ձեզ ասեմ, հենց մեր հուշելով։ Եթե Թրամփին մնար ու ամերիկյան կառավարությանը իրանց մտածելակերպով, արևմտյան մտածելակերպով, որ իրանք աշխատում են օրինական, պետության օրինական իշխանությունների հետ, եթե սպասեին, թե Նիկոլը ինքնուրույն երբ պետք է դիմեր այդ հարցը տենց լուծելու համար, 500 տարի կանցներ, այդ վաղտեր կլիներ Հայաստան թե չէ հարցը, էդի մենք ենք իրանց հասկացել, որ գիտեք ինչ կա, այս տարածքի ժողովուրդը, ղեկավարները սովոր են վարչահրամայական, ասենք Փայտիկով, տալիս ես գլխին անում է, ինքնուրույն ինիցիատիվա, որպես ժողովրդավարական, բան չկա։ Նոր մեկ հարց եւս Թրիփի հետ կապված, քանի Թրիփի մասին ենք խոսում, Ռուսաստանը վերջին շրջանում կարծես թե ակնարկում է, որ չի ակնարկում, ավելի պնդում է, որ Ռուսաստանին եւս հաշվի առեք այդ Թրիփի նախագծի մեջ եւ ձևակերպում այսպես էլ եթե Ռուսաստանը մասնակցի Թրիփի նախագծի մեջ, այդ նախագիծը ավելի կշահի։ Կարծում եք արդյոք, որ Թրիփի նախագծի մեջ Ռուսաստանը ներգրավվելու է, հնարավորություն ունի ներգրավվելու։ Չունի։ Ռուսաստանը վերջացած է։ Մենք դա ասում ենք քանի տարի է, որ Ռուսաստանը վաղ թե ուշ վերջանալու է, եւ դա ծերը տենում ենք, թե ոնց պետք է լիներ, որ դա վերջանա։ Թրիփի մասին եկեք, հա, ժամանակը քիչ է։ Չէ, նա վերջանալու է։ Այսինքն դրա պատճառով դա իր հենց այն խողովակն է, շնչելու խողովակն է, որի միջոցով ինքը ուզում էր գոյատևեր։
իր թուրք եղբայրների հետ դառնար մեկ մարմին։ Հասկացեք, եւ այսօր բերեք խեղտել են, Ուկրաինային էլ ասում են Մոսկվան ռմբակոծի ոնց կարում ես, Իսրայելն դե սկսել է շարժումը, որ հաջորդը Թուրքիան լինի, դուք ասում եք այս ինչ-որ տրիպի մասնակից սարքենք սրանց։ Ես չեմ ասում, ես Չէ, հարցնում դու հարցումը, չէ, դուք ձեր հարցադրումը այնպիսին է, որ դուք այն ասողների անունից ոնց որ ասեք, դա դուք որպես Սարուխանյան, ես քանի ժամանակ ես- եք մենից հետ աշխատում, ես ոչ մեկի ապրեք, անունից չեմ հանդես բայց գալի, ես դուք ձեր իրենց հարցադրումը հարցերը, այնպիսին է, որ իհարկե, այդ շատ հարցերը, ճիշտ որոնք է։ գոյություն ունեն, այդ հարցերը Չէ, չէ, ներկայացնում եմ թող ձեզ։ ձեզ գովամ մի Չէ, քիչ, ինձ պետք չի էլի։ գովել, դուք Որպես ինձ ասում եք, լրագրող- չգիտեմ, ինչ որ մեկի Որպես լրագրող, այո, դուք այնպիսի տոնայնությամբ եք ասում, այո, ես կուզեի, որ հենց այդ ձևի տոնայնությամբ հնչեր այդ հարցադրումը։ Ռուսաստանը արդեն սատկած լեշ է, հաջորդը Թուրքիան է։ Հիմա ձեր հաղորդումներից մեկում ես ձեզ ասել էի, չէ, որ մի քիչ ընդ են դանդաղացնում, մի քիչ ընդ են արագացնում, մի քիչ ընդ են զինադադարանում, գիտեք ինչի համար, որպեսզի հերթականություն չլինի, մոտավորապես մոտիկացնեն բռնատիրական ռեժիմների զուգահեռ ջախջախումը, եւ դա լինելու է, իսկ արդեն Ադրբեջանը, որպես Աթաթուրքի ու Լենինի ապօրինի պորնիկացին զավակ, ինքը իրան իջիկս օդն է ցնդելու։ Հեռախոսազանգեր ունենք։ Ալո, բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, ուրեմն ես սպրանում եմ ձեր հյուրին, մենք շատ անգամ լսել ենք ինքը հայրենասերը, ճիշտ բաներ բացատրում է, բայց ես օրվա համար ես մի բան եմ խնդրում եմ ինակ չընդհատեք։ Ուրեմն կարծում եմ ինքը եւ մեր ընդդիմությունը իրանք ասում են, որ Հայաստանը, Իսրայելը եւ Ամերիկայի նման դաշնակից ունի։ Չեն ասում, որ մենք ռուսային դաշնակից ուներ եւ ինքը միայնակ մի հատ փոքր երկիր է, որ նոր ուզում է զարգանա։ Եվ ասում են ինչա Պարսկաստան գնացել։ Եվ ուզած Պարսկաստանը շատ շուտով հիմա մի ամիս կտևի, երկու շաբաթ ներկես ամիս պետք է հանձնվի եւ համադանության են գալու։ Հայաստանը կապված է Իրանի հետ եւ շատ ճիշտ արել գնացել է։ Եվ ինքը առանց Ամերիկայի թույլատրության չէր կարող գնալ։ Շնորհակալություն։ Որ կարում է բոլորը հարցարերում անում։ Հիմա այսպեսին է, ասում է ռմբակոծեն։ Ամերիկան կարա ռմբակոծի, բայց մի րոպե կարա ռմբակոծի, բայց ամբողջ աշխարհը ճգնաժամի մեջ ալելու։ Եվրոպան իրեք շաբաթով քանի բիլիոններ կորցրեց։ Այնտեղ Չինաստանն աշտում, այնտեղ Հնդկաստանն ակոծում, Ռուսաստանը կորցրած է, Հնդկաստանն է նավթախում, հիմա Հնդկաստանից քանի տոննա 40-50 հազար տոննա նավթ պարտքով վերցրել։ Ինչքան նավթ է, Հնդկաստանը չունի։ Հիմա պետք է Իսրայելի քաղաքականությունը տանի Հայաստանը հարմարվի, մինչև Ամերիկան Պարսկաստանը կհարմարվի եւ այն ժամանակ Պարսկաստանը ինձ եկավ նեղորից ցայնել, որտեղ այդ Թրամփյողին աստվածվեց պետք կառուցվի եւ այդ Հայաստանը օգտվելու է Պարսկաստանից էլ բոլորից էլ։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն ձեր տեսակետի համար։ Եվս մեկ հեռախոսազանգ։ Այո, բարև ձեզ, որտեվ հարց չկար, կարծիք էր։ Այո, բարև ձեզ։ Բարև Տիկին Արաքելյան, բարև ձեզ պարոն Սարոխանյան, ցավոք զանգը մնաց վերջում կփորձեմ լինել համառոտ, բայց շնորհակալություն պարոն Սարոխանյան, ես Գլենդելից եմ զանգարում Միացյալ Նահանգների տոնը շնորհավորելու համար, դա նաև մեր ամերիկահայերի տոնն է, այսօր հուլիսի 3-ն է, վաղն է 4-ը։ Ես նախ լիովին համաձայն եմ Սամարացյան հետ կապված ձեր ասածների հետ, ողջունում եմ Բարույր Հարիկյանի այդ փորձերը, նախ ասեմ, որ Տիկին Արաքելյանն էլ գիտի, ես անձամբ նախագիծ եմ գրել Հայաստանի համասամարության Ամերիկայի հիման վրա եւ ուղարկել եմ վարչապետին նոյան տապանի օրենությամբ իդեպ եւ կարծեք ըստ հրապարակված բաների որոշ բաներ ընդունվել են այդ երթյալ անդետանակալների նախագիծը օրինակ դա կարծում եմ իմ նախագծի շնորհիվ է Տարոսը ձեր եւ Հայրիկյանի նախագծին ինչպես ասում են բայց իմ հարցը կապված է Իսրայելի հետ նախ համառոտ ես մի պատասխան եմ Տիկին Արաքելյանի հարցին Ռուսաստանին հարմար չէ Իսրայելի հետ որ մենք բարեկամանանք որտեղ դա օգտակար է Հայաստանին եթե Իսրայելը արևմուտքի մասն է
արևմուտքի հետ մերձենալը կօգնի Հայաստանին եւ դա վնասակար է Ռուսաստանին շատ բարձ։ Բայց հարցս այսպեսին է, ձեր կարծիքով Իսրայելի հետ մեր մերձեցման հնարավորությունը ինչպիսին է, ես կարծում եմ որ դա շատ լավ է։ Կարծում եք դուք որ մենք Իսրայելի հետ նախ առաջին հարցը ունենք ընդհանուր շահեր, դուք նշեցիք Հունաստան, Կիպրոս այդ դաշինքը, որը իդեպ ձևավորվել է դեռ 16 թվականին Թուրքիայի դեմ, դա երկարատև է, դա այսօրվա բան չի, որտեղ Թուրքիան սպառնալիք է Իսրայելի եւ մեր համար։ Համաձայն եք մենք ունենք ընդհանուր շահեր։ Եվ երկրորդ հարցը համաձայն եք, որ Պարսկաստան Իրանի գործոնը չպետք է մեզ խանգարի դաշնակցել Իսրայելի հետ, որովհետեւ եթե Ադրբեջանը կարողացավ առանց որևէ հետևանքի մերձենալ Իսրայելին, արևմուտքը մեզ կարող է այնքան գոնե հզորացնել, որ մենք էլ վախենալու բան չունենք, ինչպես Ադրբեջանը Իրանից, որպեսզի դաշնակցենք Իսրայելի հետ։ Համաձայն եք նաև սրա հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես նախ հարցադրումները հասկացա։ Մենք այսօր Իսրայելի հետ ունենք ընդհանուր շահեր։ Մեր ընդհանուր շահը դա քաղաքակիրթ աշխարհի մաս կազմելն է։ Այսինքն Իսրայելի համար այդ մասը մնալն է, մեզ համար արդեն իսկ կազմելն է։ Եվ մենք չպետք է թողենք միայն Իսրայելի կողմի վրա այդ մերձացման այդ process-ը Նախաձեռնողականությունը։ Այո, նաև մենք պետք է մեր կողմից մեր հայտարարություններով, այսինքն ցույց տանք, որ այո, մենք պատրաստ ենք այդ։ Դե Իսրայելը բացի այս ճանաչումից որևիցե այլ ինչ որ ձևով ցուցադրել է իր ցանկությունը։ Այսինքն շահերի համընկնման Նետանյահուն չի ասել, սա գիտեք, բայց շատ ու շատ պետական գործիչներ այո ասել են, որ մենք պետք է ասենք միասնական լինենք Հայաստանը քաղաքակրթական մեր դաշնակիցն է։ Այո, ասել են։ Իրանք ասել են, դե մենք առաջինը առաջարկեցինք Հայաստանին այդ թռչող սարքերը, բայց հրաժարվեցին հայերը։ Այսինքն նա ասում է, որ մենք անում ենք, դուք էլ ձեր կողմից մի քայլ արեք, չէ՞։ Այսինքն չեն անում։ Հիմա տեսեք Իսրայելը այնքան ֆորայ է տվել մնացած բոլոր ցեղասպանությունը ճանաչող երկրներին, որ իր ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մեջ հստակ նշել է, որ հայոց ցեղասպանությունը ժխտելու համար նախատեսում է Իսրայելում քրեական պատասխանատվություն։ Դրանից հզոր բանաձև գոյություն չունի։ Լավ, այդքանից հետո դու ասում ես, դե իրանց պետք դրամար են արել։ Լավ, դու մի նախաձեռնի, բայց իր արածը գոնե ասա շատ լավ։ Պարոն Շահխանյան, կարելի է այսպես գնահատել եւ հերոստատիտողներ անջատել են, բայց կարող եք դուք էլ բոլորին է ուղղված այս հարցը։ Կարելի է այսպես դիտարկել, որ Իսրայելը Իրանի հետ ուներ ծանր հարաբերություններ, թշնամական հարաբերություններ, Հայաստանը կանգնեց Իրանի կողքին, չշրջվեց Իրանին մեջքով։ Հիմա Իսրայելը կարծես թե Թուրքիայի հետ է սկսվող կամ շարունակվող սաստկացող վատ հարաբերությունների մեջ, եւ Հայաստանը կրկին անգամ պետք է ցույց տա ինքը Թուրքիային կողմ է, թե շրջվում է մեջքով դեպի Իսրայել։ Հայաստանը հայտնվում է այդ ընտրության մեջ։ Ընտրությունը սպասվում Հայաստանին։ Իրան, Իսրայել, հիմա էլ Թուրքիա, Իսրայել։ Ես ձեզ ասեմ, Իսրայելը որպես առանձին միավոր չի քննադատվում այսօր կամ քննարկվում, հա, Իսրայելի հետ եք թե Թուրքիայի, Իսրայելի հետ եք թե Իրանի։ Այստեղ խնդիրը այն է, որ Իսրայելը հանդիսանում է արևմտյան արժե համակարգի ներկայացուցիչը, քայլ անողը։ Այսօր Ուրսուլա ֆոն դեր Լայնը, որ եկել էր Հայաստան, մենք չենք ասում, չէ՞, Հայաստան եւ Ֆրանսիա, Հայաստան եւ Հոլանդիա, Հայաստան եւ Գերմանիա կարող են դատել։ Մենք ասում ենք արևմտյան ներկայացուցիչ է, որտեղ Եվրահանձնաժողովի նախագահն է, նա Ֆրանսիայի Ֆրանսիան եւս արևմտյան արժեքների կրողն է Մակրոնը։ Եվ Մակրոնը ներկայացնում է ճիշտ է Ֆրանսիայի որպես նախագահ, բայց մենք չպետք է դիտենք առանձին որպես Հայաստան եւ կոնկրետ այդ երկիրը։ Մենք այսօր չենք կարող ընտրություն անենք, երբ որ Իսրայելը այդ քայլը անում է իդեմ Թուրքիայի, մենք չպետք է ասենք հիմա Իսրայելի կողմն ենք, մենք պետք է ասենք,
որ մենք արևմտյան արժանապատվի կողմնակիցն ենք, որ մենք մեր պապերի, գերեզմանների հիշատակի կողմնակիցն ենք, ոչ թե մենք աջակցում ենք ցեղասպանությունը ուրացող process-ին։ Պարոն Սարուխանյան, ինձ հուշում եմ, որ մեր ժամանակը եթերաժամը սպառվել է ABC TV-ում, ես հրաժեշտ տամ ABC TV-ի։ Ես ABC TV-ին քանի հրաժեշտ չեք տվել, մեկ բան ասեմ։ Հարցը նրան է, մենք անդրադարձանք բոլոր այս նշանակելի օրերին եւ սահմանադրությանը եւ Ամերիկայի 250-ամյակին եւ շնորհավորեցին պարոն Հայրիկյանին եւ շատ մի կարեւոր բան եմ ուզում ասեմ, որ այս տարի հուլիսի 1-ին լրացավ մեր կազմակերպության 4-ամյակը։ Մենք 4 տարեկան ենք եւ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ եւ շնորհավորեմ բոլոր մեր աջակիցներին, բոլոր մեր կողմնակիցներին, խորհրդի անդամներին, ակտիվներին, հայերին եւ այլ ազգի ներկայացուցիչներին մեր կազմակերպության մենք 4 տարվա ընթացքում ակնկալիք չունենք, որ այս արդյունքներին կհասնենք, բայց մենք այսօր այն աստիճան 4 տարվա մեջ ուրեմն ճիշտ ուղի էիք բռնել, չունենալով Հայաստանում մեր գրասենյակը, չունենալով կազմակերպչական մեր ստուդիան կա, բայց մեր վերլուծական զումերով, մեր զրույցների, մեր վերլուծականի միջոցով, մեր նամակագրական կապերի Ամերիկայի, Եվրոպայի տարբեր երկրների հետ մենք կարողացանք մեր հայկական հարցը շատ գեներացնել։ Ճիշտ է, գուցե եւ նաեւ համաշխարհային process-ներ դրան թելադրում, բայց մենք շատ մեծ աշխատանք ենք կատարել, շնորհավորում եմ բոլորին, բոլոր մեր կազմակերպության, այո, եւ նաեւ հայ ժողովրդին, որովհետեւ հավատացեք, այն հարցերը, որ մենք բարձրացնում ենք, դա մեր համար չի, դա հայ ժողովրդի համար է։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ, այսօր այսքանը Գագիկ Սարուխանյանի հետ էինք զրուցում, Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ զրուցողարու մեր Գայանե Առաքելյանը, բարին ընձեզ։